Հանուն օրենքի հասարակական շարժման անդամներն այսօր ակցիա էին անցկացնում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև, պահանջելով չեղարկել վաղը ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների քննարկումը։ Նրանք բացի դիմում նամակը Մեծ Բրիտանիայի փոխդեսպանին ցանկանում էին հանձնել նաև 2 տուփ խավիար, ակնարկելով Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը, սակայն վերջինս հրաժարվեց վերցնել խավիարը։ Շարժման անդամ Արման Ղուկասյանը նշեց. Ադրբեջանը դեռ 2004 թվականից վարում է խավիարային դիվանագիտությունը, կարողանալով գնել իրենց թարապի խավիարով ԵԽԽՎ-ի падգամավորներին։ Եկել ենք այստեղ, որպեսզի ասենք, որ չենք հասկանում, ինչպես կարող է Բրիտանիան, որը միշտ եղել է ինչ-որ արժեքների քարոզող, որը որ հետևում է իր լիբերալ հայրերին, Մոնտեսկոյին, Ռուսոյին, Ժան-Ժակ Ռուսոյին, Լոքին, որոնք ազատություն են միշտ քարոզել, այսօր ներկայանում են այսպիսի խայտառակ զեկույցով եւ ազատագրված ազատ Ղարաբաղը անվանում են զավթած։ Մենք եկել ենք մեր ուրեմն արտահայտենք մեր բողոքը եւ վստահ ենք, որ եթե նույնիսկ վաղ այդ զեկույցները ընդունվեն, չնայած պահանջելու ենք, որպեսզի չեղյալ հայտարարեն, այսինքն իրենք փոխանցեն իրենց ղեկավարներին, որպեսզի այդ քայլը չանեն, այդ պարագայում եթե այդ զեկույցները վաղ ընդունվեն, ինձ թվում է ես վստահ եմ, որ ԵԽԽՎ-ն որպես կառույց հայ երիտասարդի աչքերում ընդհանրապես Հայաստանում կդառնա իր վարկանիշը զրոյական եւ կդիտարկվի որպես ոչ օբյեկտիվ վաճառված կառույց։ 170,000 բնակչություն ունեցող Սումգայիթում սկսեցին հայկական ջարդերը։ Ես զարմանում եմ, որ անգլիական քաղաքագետները Հայաստանին համարում են ագրեսոր, զավթիչ, պարզապես իմ զարմանքը տեղ չի գտնում, այն որ Անգլիան մեծ դիվանագիտության երկիր է, պետք է խորապես կռահեր, որ 1920 թվականին Շուշիում ուղղակի 60,000 հայեր կոտորեցին, չհաշված Ղարաբաղյան պատերազմում, արդարացի պատերազմում, որտեղ ժողովուրդը ոտքի էր կանգնել իրավունքները պաշտպանելու համար։ Այսօր Եվրախորհրդում ոչ թե պետք է լսեին Ադրբեջան-Ղարաբաղ խնդիրը եւ абսուրդի հասնող առաջարկություններ արվեր, որ Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում եւ ազատագրված տարածքները ազատվեն, այլ պետք է դներին Ղարաբաղի անկախության խնդիրը, որպես խոշոր մեծ երկիր, որպես դեմոկրատական երկիր։ Ես եկել եմ նախ ողջունելու երիտասարդությանը, որտեղ հայրենիքի տերը դուք եք, վաղվա հայրապաշտները դուք եք, եւ որքան դուք սիրեք ձեր հայրենիքը ու պաշտպանեք, այնքան մենք հեռու կլինենք նման վտանգներից։ Չմոռանանք, որ 2015 թվականին Լորենս Արաբացին, որը Անգլիայի դեսպանն էր միջագետքում, խորապես ուսումնասիրելով հայերի բնավորությունն ու էությունը, առաջարկում էր Հայաստանը հայազրկել, դատարկել հայերից։ Եվ ինչ էր ասում Լորենս Արաբացին, ովքեր որ ծանոթ է նրա միջայլոց այդ հարցազրույցը ամերիկացի Ստեփսի հետ էր կատարվել, նա ասում էր հայերին պետք է թողնել իրենց հանքերին մոտ, հայերն ու հանքավայրերը նույն տեղը չպետք է թողնել, հայերին պետք է տարածքներից հեռացնել այնպես, ինչպես որ ժամանակին ամերիկացիները հնդկացիներից ազատեցին իրենց երկիրը։ Մենք գործ ունենք նման ժառանգորդի հայրենիքի հետ եւ այսօր մեր պահանջը պետք է լինի Հայաստանում Անգլիայի հարգարժան դեսպանից, որպեսզի այս երիտասարդության ձեր խոսքը տեղ հասցնի